Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քաղաքային իշխանության 2.5 միավորանոց իշխանությունը, հանրապետություն խմբակը, մյուսները, ովքեր թալանչիական թանկացման որոշումներ են դակում, հենց հիմա թող իջնեն, նայեն այս մարդկանց աչքերի մեջ ու տան ինչ-որ կոմպետենտ պատասխաններ։ Մարդիկ ուղղակի խնդրում են, աղաչում են, որ իրենց խնդիրը լսելի լինի, իրենց խնդրին լուծում լինի։ Կանչում են, ասում են բարերարներ գրավեք, ուզում եք միջոցներ կառավարությունից, այդ որ ամեն տարի Աննայի համար տարբեր ամենագնացներ եք առնում, Մայրամիկի համար թանկարժեք մեքենաներ եք առնում, ձեռ եք առնում, թե կրթությունը նորաձև է, կրթությունը միշտ էլ նորաձև է և այստեղ կանգնածներից բոլորը կրթված մարդիկ են, պարզապես վտանգավոր վիճակում են ապրում և ահազանգում են։ Իմացեք, որ մենք ձեզ հետ ենք, սիրելի բնակիչներ, Մայր Հայաստանը ձեզ հետ է, մենք չենք թողնելու, որպեսզի ձեր ձայնը ոտնահարվի, մենք ձեզ հետ մինչև վերջ պայքարելու ենք, թող իջնեն ու պատասխան տան։ Իջնեն պատասխան տան, թե ինչքան ժամանակ է իրենց անհրաժեշտ այս մարդկանց տարհանելու համար։ Եթե այդ քաղաքային իշխանությունը չունի այդքան գումար, ապա թող պահանջեն Նիկոլից։ Թող Նիկոլը գա այստեղ և մարդկանց ասի, որ այստեղ 3 միլիոն վարչապետեր են կանգնած, բոլորը վարչապետ են, այս մարդիկ վարչապետեր են, ովքեր չունեն թիկնազոր, բայց իրենք թշնամու բանակի առջև կռվել են, այս պահին այս ընտանիքներում կան տղաներ, ովքեր սահմանին կանգնած զինվոր են, այս ընտանիքներում մեծանում են վաղվա զինվորները, այստեղ դասալիքներ չկան ի տարբերություն կառավարության և այս շենքում նստածների, այս դասալիքները և կառավարության շենքի դասալիքները թող համարձակվեն ու գան այստեղ կոմպետենտ պատասխան տալու Վարդաշեն 6-րդ փողոցի 2 հանրակացարանային շենքի այս բնակիչներին։ Ոչ թե ոստիկաններին բերեն, ինչ անեն այս խեղճ ոստիկանները, որ բերել եք։ Դուք իջեք, 2 պաշտոնյա մարդ չկա, որ իջնի, այսքան ոստիկան եք բերել։ Որովհետև իրանք լսեցին, որ մենք անցնենք խաչմերուկը փակենք, որ ավելի անելանելի վիճակ լինի իրանց մոտ։ Դրա համար մի անգամից այս զորախումբը բերեցին, լցրեցին ստեղ։ Ինչի մտածում եք, որ չեն կարա, դեպորտրի մի ոստիկան մոտիկանա ինձ։ Ոչ մեկ երեխեն իմ երեխուց լավ չի, ոչ մեկի կինը ինձանից լավը չի, որ կարանամ, այո, ես այս պահին իմ կյանքը վտանգելով ամեն քայլի կգնամ, բայց իմ երեխեն թող ապահով մեծանա։ Քցեն, այդ մարդիկ պատասխան եք տալու, հա, պատասխան եք տալու, եթե իմ թևս, օրինակ հիմա իմ թևս ինվալիդ է, մեկը թող ոստիկանա քաշի իմ թևը։ Ինչ եք ես մարդկանց մեղքի տակ Ոչ մի քցում։ թանկացումներ հիմնավորում չունի Ինգերջան։ Քաղաքային իշխանությունը միջև այսօր ինչ թանկացրել է, ոչ մի հիմնավորում չունի։ Ինչ էլ որ պատճառաբանել է, արդարացված չի, որովհետև իրանց պատճառաբանությունները չի արդարացվել։ Տրանսպորտն էլ թանկացրեցին, ավելի վատ է աշխատում, ավելի գրաֆիկը ուշուշ են աշխատում, ավելի քիչ փող են հավաքագրում։ Ամեն ինչը սրանց ձախողված է, որովհետև հեռանկար չկա, հաշվարկ չկա, խելացի ճշգրիտ մոտեցում չկա, մասնագիտական մոտեցում չկա։ Այս շենքում բոլոր ԿՊԱ-ականները ոչ մեկին ես չեմ տեսել, որ մասնագիտական ինչ-որ գիտելիքներով օժտված մարդիկ են սրանք։ Տենց բան չկա, ոչ ոք մասնագետ չի, անհիմն ամեն ինչը ինչ անում են ձախողվում է, բայց սրան ամեն ինչի պիտի վերջ լինի, թե չէ։ Թող իջնեն, ուրիշ բան էլ չէ։ Ինչ-որ մեկը իջնի, այդքան բան թանկացրեցին, հիմնավորի ու արդարացնի, թե ավելացված գումարները որտեղ է ծախսում։ Ոչ մի գումար ճիշտ չեն ծախսում։ Եթե անշարժ գույքի այս կան թույլտվությունները տեսնում եք քաղաքում, այդ կան նորակառույցներ կան, ճիշտ է։ Եթե այդ թույլտվությունները, այդ գումարները պետքա չծախսվի անշարժ գույքից առաջացած գումարները, եթե չի ծախսվում անշարժ գույքի վրա։ Էրխի է հավաքում։ Ես ուզում եմ վիսոտնի սարքեմ, որ գալիս եմ էրխի ասում, այսքան պետքա մուծես, որ սարքես։ Ամփոփելով ուզում եմ ասեմ, ինչ ասեմ, ես ուզում եմ հասկանամ վերջը երբ է լինելու։ Թանկացումներ, ձախողումներ, ու ոչ մի քաղաքացի դու էլ ինչ որ մի բան զգացել ես քո մաշկի վրա, Ինգերջան, դու։
7 տարի սրանք կառավարություն ու իշխանություն են։ Ես չեմ զգացել ոչ մի բան, ոչ մի փոփոխություն չեմ զգացել քաղաքում ծնվել եմ, մեծացել եմ, ապրում եմ։ Չէ, ես դաժե 18 թվին իրանք չեմ ընտրել։ Ես ընտրել եմ Բարգավաճ Հայաստանին, եթե ճիշտ է, իմ կարծիքն եք ուզում, իմ գործողությունները ես ինչ եմ արել։ Ես վստահում եմ Ծառուկյանին, միայն Բարգավաճին, վստահել եմ, որովհետև մարդը միշտ խոսել է ժողովրդի անունից, երկրի բարգավաճման անունից, ու իր արած գործերն էլ տեսել ենք։ Ոչ 18 թվին ընտրել եմ, ոչ հավատացել եմ, բայց դա չի նշանակում, եթե ես չեմ ընտրել, իմ գործընկերա քաղաքապետարան պետքա չանեն։ Ես քաղաքացի եմ, մեր պահանջը օրինական է, ողորմություն չենք ուզում ընկեր ջան։ Բոլորն էլ մի օր, բոլորի բնակարանն էլ մի օր դառնալու է 4-րդ կարգ։ Մենակ խոստացելը չէ, մենք ուզում ենք այն ինչը օրենքով մեզ հասնում է ընկեր ջան։ Ստե ոչ մուրացկան կա, ոչ ողորմելի կա։ Իշխանություններին ընտրում է ժողովուրդը նրա համար, որպեսզի նրանք մեր փոխարեն ավելի խելամիտ որոշումներ տան ու աշխատեն։ Եթե չեն աշխատում, թող հրաժարական տան գնան ընկեր ջան։ Էդ է իմ ասածը։